շրջակա աշխարհի ամենատարածված ֆիզիկական երևույթներից մեկն է։ Այն ուղեկցում է մեզ ամբողջ կյանքի ընթացքում, մարդու խոսքից մինչև երաժշտական գործիքների հնչողությունը և բնության բազմազան ձայներ։ Ֆիզիկական տեսանկյունից ձայնը մեխանիկական տատանումների և ալիքների տարածման երևույթ է։ Այն առաջանում է այն ժամանակ, երբ որևէ մարմին սկսում է տատանվել և իր տատանումները փոխանցում է շրջապատող միջավայրին։ Ձայնի առաջացման համար անհրաժեշտ են 3 հիմնական պայման։ Տատանվող մարմին, որը կարող է տատանվել, օրինակ լարը, թաղանթը, ձայնալարերը կամ օդի սյունը, առազգական միջավայր, այդ միջավայրը կարող է լինել օդը, ջուրը կամ պինդ մարմինը, ընդունիչ կամ ընկալող օրգան, որը կընկալի ձայնային ալիքները, մարդու դեպքում այդ դերը կատարում է ականջը։ Ձայնը երաժշտության մեջ ստանում է գեղարվեստական նշանակություն։ Երաժիշտը կառավարում է ձայնի բարձրությունը, ուժգնությունը, տեմբրը և տևողությունը, ստեղծելով երաժշտական կերպարներ և հույզեր։ Այսպիսով ձայնը միավորում է գիտությունն ու արվեստը, իսկ նրա ֆիզիկական հիմքի իմացությունը օգնում է երաժշտին ավելի խորությամբ հասկանալ իր գործիքը, հնչողությունը և կատարողական արվեստը։ Երաժշտական ձայնը տարբերվում է սովորական ձայնային երևույթներից նրանով, որ այն կազմակերպված է որոշակի օրինաչափություններով։ Երաժշտության մեջ հնչյունները միավորվում են ժամանակի և տարածության մեջ, ստեղծելով ամբողջական գեղարվեստական համակարգ։ Յուրաքանչյուր երաժշտական հնչյուն ունի իր հաճախությունը, տևողությունը, ուժգնությունը և տեմբրը։ Այս հատկանիշների փոխազդեցությունն է ձևավորում երաժշտության արտահայտչականությունը։ Օրինակ, նույն բարձրությամբ հնչյունը կարող է տարբեր կերպ ընկալվել կախված այն բանից, թե ինչ գործիքով է այն կատարվում, ինչ ուժգնությամբ է հնչում և ինչպիսի հնչերանգ ունի։ Երաժշտական գործիքների կառուցվածքը նույնպես կապված է ձայնի ֆիզիկական օրենքների հետ։ Լարային գործիքներում ձայնն առաջանում է լարերի տատանումներից, հողային գործիքներում օդիսյան տատանումից, իսկ հարվածային գործիքներում թաղանթի կամ մարմնի տատանումից։ Գործիքի կառուցվածքը որոշում է նրա հնչողության առանձնահատկությունը և յուրահատուկ տեմբրը։ Երաժիշտը, հասկանալով ձայնի բնույթը, կարողանում է ավելի գիտակցված կառավարել իր կատարումը։ Նա կարող է փոխել հնչյունի գույնը, ուժգնությունը, արտահայտչականությունը և ստեղծել տարբեր տրամադրություններ ու կերպարներ։ Այսպիսով, երաժշտական արվեստը հիմնված է ոչ միայն ստեղծագործական երևակայության, այլև ձայնի ֆիզիկական խոր ըմբռնման վրա։ Ակուստիկան և երաժշտագիտությունը փոխկապակցված են։ Ակուստիկան բացահայտում է ձայնի օրենքները, իսկ երաժշտությունը դրանք վերածում է գեղարվեստական արտահայտության։